Մի քանի հարց առաջացավ ձեր բանավեճի ասեմ, խոսքի ընթացքում ասեմ, անկեղծ ասած չեմ հասկանում հիմա ինչա կատարվում ես մեր պրոցեսում, բայց խոսքով այս պրոցեսի ընթացքում։ Նախ արձանագրենք մի փաստ։ Երբ որ դրամփակ դատական նիստ է տեղի ունենում, պատվարժան դատարան, դրամփակ դատական նիստից ինֆորմացիան դուրս չպիտի գա, անկախ նրանից թե դա դատավորն է, թե պաշտպանական կողմն է։ Բոլորը ստորագրում ենք, որպեսզի դրամփակ դատական նիստում այն ինչ որ տեղի է ունեցել, հանրությանը դա չհասնի, դրա համար է այդ նիստերը կոչում դրամփակ դատական նիստ։ Կարծում եմ դուք հասկացաք, թե որ դրամփակ դատական նիստերի մասին է խոսքը։ Չենք հասկանում, թե ինչի համար է դա Տիկին Սահակյան։ Որտեղ դուք դրամփակ դատական նիստի ինֆորմացիա, պարոն Որ պարոն Գևորգյանի խափամիջոցն է քննարկվել այդ դատական նիստի ընթացքում եւ որ այդ դատական նիստի ընթացքում նաեւ հղում է տրվել վարչության ժամկետներին։ Դա ամենայնիվս որևէ գաղտնիք իր մեջ չի պարունակում։ Իսկ կարող եք ասել պաշտպանական կողմը ոնց է տարանջատելու, ինչն է գաղտնիք, ինչը գաղտնիք չի, օրենսդիրը հստակ սահմանել է, որպեսզի այդ դատական նիստից որևէ ինֆորմացիա դուրս չգա, որտեղ դուք հիմա կասեք դա գաղտնիք չի, մենք կասենք ուրիշ բան է ընդհանրապես գաղտնիք չէ դրամփակ դատական նիստում, ամեն մեկը որոշենք հրապարակենք։ Հիմա ինչ վերաբերում է ընդհանրապես ինչի համար գլխավորապես նաև խոսքը ուզում եմ ուղղել դատարանին։ Այդ դուք ասացիք, որ ինչ-որ շրջավարական է, եղել ինչ-որ օրենք պետք է լինի, որ ամենայն հավանականությամբ երևի կլինի, չգիտեմ ինչ։ Նման բան չեմ ասել ամենայն հավանականությամբ կլինի։ Ես եմ ասում ամենայն հավանականությամբ կլինի, որովհետև հիմա այս վերջի տարիներին օրենքները գտնում են, միանգամից փոխվում են, ոչ մի բան էլ հաշվի չի առնում։ Հիմա խնդիրը այլ է։ Մեր մոտ հարց առաջացավ։ Իսկ օրինակ ԵԽԽՎ համապատասխան փաստաթղթերին դատարանն է նույն ակտիվությամբ է ծանոթանում, որովհետև մեր մոտ այդպիսի տպավորություն չէր։ Ամենայն դեպս բանաձևը, որը ընդունվել է հոկտեմբերի 3-ին, որը որ դատարանը պարտավոր է նաև ղեկավարվել տարբեր հարցերի քննարկման համար, այդ թվում նաև որպեսզի այսօր դուք չբարձրաձայնեիք, որ պարոն Գևորգյանը 130 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից և եղել է գործողությունների, եթե ծանոթացած լինեիք այդ փաստաթղթին, այս հարցը չպիտի այստեղ առաջանալ։ Եվ անընդհատ մեր մոտ հարց է առաջանում։ Ինչու է պարոն Գևորգյանի գործողությունների հարցը քննարկվում Ազգային ժողովում, հիմա դատարանում, միթե այս պետությունում չեն պատկերացնում, որ այդ հարցը չպիտի քննարկվի ընդհանրապես։ Որտեղ դա պարտավորություն է, որը պետք է կատարի նաև պետությունը, որպեսզի պարոն Գևորգյանը անարգել այդ գործողություններին մասնակցի եւ այսպիսի հարցեր չքննարկվի։ Հիմա այս հարցում ինչ առաջացավ, այս դարձած հարցում, որ պարոն Գևորգյանը, քանի որ դինասիա գործողությունների ներդատական նիստերը տեղի չեն ունեցել, այսինքն սա լրջագույն խնդիր է, որ մենք պետք է հասկանանք։ Ավելին, եթե խոսում ենք պաշտպանների արձակուրդներից, կներեք, եթե ես սխալվում եմ, միգուցե ուշադիր չեղա, դատարանի արձակուրդից է խոսվել, դատարանի արձակուրդում չի գտնվել, դատարանի արձակուրդից հարց բարձրացվեց ընդհանրապես, դատարանը ասեց, որ քանի որ դատարանի արձակուրդում է, դատական նիստեր չի տեղի ունեցել։ Բնականաբար ոչ։ Եվ եթե մենք ուզում ենք օբյեկտիվ լինել, պետք է հասկանանք մի բան, ողջամիտ ժամկետներում գործի քննության այդ իրավունքը ոչ դատարանինն է, ոչ մեղադրող կողմինն է, ոչ մեկինը չի, պաշտպանական կողմը կարող է հարցը բարձրացնի։ Եվ այստեղ իրական շահառուները մենք ենք եւ մենք ենք շահագրգռված դրանից։ Հիմա դուք անդադ ինչ որ ձեր խոսքում ասում եք, եթե դատարանը որոշի, եթե դատարանը որոշի։ Նախագահ դատավորի խոսքը մի մեկնաբանեք, ձեր խոսքը ասեք։ Մի մեկնաբանեք նախագահ դատավորի խոսքը։ Անդրամխել է դատարանը իր խոսքով։ Տիկին Սահակյան, ինչ ամրությունն եք առարկեք, բացակայեք։ Դե մենք դրան եք հասնենք։ Հիմա ուզում եմ մի բան հասկանալ, այ անկողմնակալ դիտորդի մոտ։ Հիմա արդյոք դուք մտածում եք, որ տպավորություն ստեղծվեց, որ դուք օբյեկտիվ որոշում եք կայացնելու այլ ներկայացված այս մեղադրանքի փոփոխության հետ կապված։ Արդյոք 5 տարեկան երեխան, որ հիմա լսի այս դատական նիստը, չի հասկանա, որ դուք ձեր որոշումը կայացնելու եք, դատական նիստը շարունակվելու է, այս մեղադրանքներն ընդունելու եք։ Հիմա դուք մեզ ինչ եք օրդորում, ասում եք, եթե այսպես լինի հունվարից, եթե ես չեմ կարող գնալ ձեր գործընկերներին ասել, որ կա մի դատարան, որը ասել
անցնի, օրենքի վրայից անցնի ու դատական նիստ շարունակվի։ Ակի Սահակյան, գնացեք հանցանքի մասին հաղորդում ներկայացնեք, օրենքի վրայից անցնի։ Պատվական դատարան։ Ուրեմն հաջորդին նմանատիպ եթե արտահայտություններ հնչեցնեք, դատարանը կդիտարկի որպես անհարգալից վերաբերմունք եւ ձեր նկատմամբ դատավորական սանկցիա կկիրառի։ Օրենքի վրայից անցնի։ Օրենքի վրայից դուք եք բազմիցս անցնում նախագահ դատավորը բացառապես գործում օրենքով։ Ուրեմն ձեր խոսք հնչեցնելիս զգուշ եղեք եւ ուշադիր եղեք, չվիրավորեք թե դատարանին որպես ինստիտուտ եւ թե նախագահ դատավորին։ Երբ նմանատիպ խոսքեր հնչեցնեք, դատարանը կընդհատի ձեզ շարունակեք։ Հա։ Ուրեմն ես ասեմ, որ ես իմ խոսքը ձևավորում եմ հենց օրենքով ղեկավարելով, եւ եթե դատարանը չի հարգում անձեռնմխելիությունը իմ վստահորդին, չի հարգում քրեական դատավարության օրենքը, ինչ է նշանակում յոպ է, բարձրաբանում ներկայացրեք դատարանը, ինչ է նշանակում դատարանը չի հարգում։ Այլապես դատարանը ձեր նկատմամբ սանկցիա կկիրառի Տիկին Սահակյան, բարձրաբանում է դատարանը ձեզանից պահանջում, դատարանի բարձրաբանում տվեք, ինչ է նշանակում դատարանը անձեռնմխելիությունից օգտվող անձի անձեռնմխելիությունը չի հարգում եւ չի հարգում օրենքը։ Խնդրեմ բարձրաբանում։ Բարձրաբանում տվեք դատարանը։ Նախ ես չեմ զարմանալ ձեր ընդհանրապես որ ասում եք սանկցիա կկիրառեք, այդ համար Բարձրաբանում տվեք դատարանը, հիմա դուք բարձրաբանում պետք է։ Դուք կարող եք լսել։ Բարձրաբանում տվեք դատարանը։ Այո, դուք կլրեք ես խոսեմ։ Բարձրաբանում եք տալիս ու Դուք արդեն լրեցիք։ Բարձրաբանում Խոսեք։ Խոսեք։ Բարի։ Մենք բավականին երկար խոսել ենք։ Տիկին Սահակյան, բարձրաբանում տվեք դատարանին։ Դե երբ Տիկին Սահակյան, բարձրաբանում տվեք դատարանին, ինչ է նշանակում դուք անձեռնմխելիությունից օգտվող անձի անձեռնմխելիությունը չեք հարգում եւ օրենքը չեք հարգում։ Դատարանի բարձրաբանում տվեք, ինչ է դա նշանակում, խնդրեմ։ Ավարտեցիք։ Բարձրաբանում տվեք դատարանին։ Դուք անդադ խոսում եք։ Լսում եք ձեզ։ Մենք բավականին երկար խոսում ենք անձեռնմխելիության մասին։ Եթե դուք հիմա ասում եք, որ բարձրաբանում տվեք դատարանին, հիմա տպավորությունը դատարանը դահլիճում չի եղել։ Որովհետև մենք դրա մասին խոսում էինք եւ մենք անձեռնմխելիության հարց ենք բարձրացնում։ Մինչեւ հիմա մենք չենք լսել պատասխանը դրա։ Ինչ ենք մենք այստեղ ընդհանրապես, պարոն Գևորգյանը այս մեղադրանքով այստեղ ինչ անում ընդհանրապես։ Ինչու պետքա շարունակվի, ինչու պետքա մենք ինչ-որ հատորներ նորից ուսումնասիրենք, ինչու պետքա մենք այստեղ լինենք ու ինչու պետքա մենք ընդհանրապես ինչ-որ դատական նիստեր համաձայնեցնենք, այն էլ ձեր կոլեգաներին անընդհատ ասելով, որ չէ, այսօրն էլ մի նշանակեք, մյուսօր մեկն էլ դուք եք իմիջայլոց, հա, ձեր վարույթով էլ գործ ունենք մենք մասնակցելով։ Ինչ պետք է անենք, երբ որ կգանք այն նիստերին, որտեղ էլի դուք ասելու եք, որ ժամկետներ ունեք, չէ։ Ասել եք, չէ, գիտեք ինչ կա, այն մյուս դատարանի դահլիճում դուք ասել եք, որ հունվարից նշանակելու եք ամեն օր, շաբաթական մի անգամ, շաբաթական երկու անգամ անհասկանալի ժամկետներում, այդպես լինել ուղղակի չի կարող։ Կարծում եմ անձեռնմխելիության մասին պարզաբանեցի, թե ինչի մասին է խոսքը։ Եվ եթե դատարանը պարզաբանում կտա վերջապես երբ պետք է այդ անձեռնմխելիության հարցը քննարկի, երբ պետք է ընդհանրապես վաղեմության ժամկետների հարց քննարկեր, արդյոք չպիտի քննարկել նորից որոշումները կայացնել, հետո նոր կհասկանանք, թե ողջամիտ ժամկետը խախտումը ով է թույլ տալիս ընդհանրապես։ Եվ երբ որ մենք խոսում ենք ողջամիտ ժամկետներում գործի քննության մասին, մենք պետք է խոսենք ողջամիտ գործի, ողջամիտ ժամկետներում գործի քննության մասին։ Երբ որ գործը ինքը ողջամիտ չի, երբ որ գործում ամեն ինչ խեղաթյուրված է, երբ որ գործում քրեական դատավարության օրենսգրքի մի նորմ չկա, որը պահպանված լինի, այստեղ ինչից ենք մենք խոսում, մենք էլ չենք հասկանում։ Եվ միանում եմ իհարկե այն մտքին, որ ավելի լավ է մենք ամսական մեկ անգամ աշխատենք, բայց երկար ժամանակ աշխատենք, քան թե գանք 15 րոպե կամ մի ժամ աշխատենք ու շաբաթական 2-3 օր աշխատենք։ Այդպես ուղղակի հնարավոր չի, որովհետև եթե այդպիսի գրաֆիկ սահմանվի, բնականաբար մենք ծանրաբեռնված ենք լինելու եւ չենք կարողանալու ամբողջ օրը աշխատել։ Այս այ է խնդիրը, որ բարձրաձայնի։ Դատարանը